Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 3-րդ դրույթը՝ առանձնանալու իրավունք։ Այս դրույթն ապահովում է այն մարդկանց անձնական տարածքի, արժանապատվության եւ հարգանքի իրավունքը, ում օգնում ես, այսինքն նրանք ունեն առանձնանալու նույն իրավունքը, ինչ մյուսները։ Տեսնենք, թե ինչպես մոտիվացնող խոսնակը, կանացի հիգիենայի պարագաները եւ կանաչ M&M's-ի ափսեն օգնում են Վենուսին սովորեցնել առանձնանալու կարեւորությունը։ Շատ լավ է։ Ներեցեք, այստեղ եք աշխատում։ Միթե սա աշխատանք է, եթե շատ է սիրում։ Ինչ։ Դե հա, արտակարգ իրավիճակ է։ Ես հենց նոր մտա իմ հանդերձարան եւ այնտեղ ոչ մի կանաչ M&M's չկար։ Իմ պայմանագրում հստակ նշված է, որ հանդերձարանում պետք է լինի միայն կանաչ M&M's։ Վայ, շատ եմ ցավում։ Եկեք հենց հիմա դա շտկենք։ Ահա, կանաչները, շատ լավ։ Հեյ Վենուս, ինչու ես տեղափոխում կանաչ M&M's-ները։ Երկար պատմություն է։ Ես էլ կանաչները չեմ սիրում։ Իսկ դու ինչու սեմինարի չես։ Այո, պետք է լինեի, բայց Մայան քո կարիքն ունի, նա լոգարանում է եւ դուրս չի գալիս։ Նա լավ է։ Ես մի բան ասացի, որից նա վիրավորվեց։ Ինչ ես ասել։ Չգիտեմ, բայց երբ չեն ուզում ինձ հետ խոսել, դա նշանակում է, որ ես ասել եմ մի բան, որից նրանք վիրավորվել են։ Ես դա կշտկեմ։ Հեյ, եղբայր, ուր ես գնում։ Մայային օգնելու։ Ոչ ընկերս, վերադարձիր սեմինարին։ Ես կկարգավորեմ այդ հարցը։ Հեյ, դու լավ ես։ Ոչ, ես վրդովված եմ։ Օրերը սկսվել են, իսկ ես միջադիրները տանն եմ թողել։ Ես բաց եմ թողնում սեմինարը եւ սարքի մեջ թուղթ էլ չկա։ Կներես, ցավում եմ, բայց մի անհանգստացիր, ես քեզ հասկացա։ Եթե վիրավորեցի, պետք է համոզվեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Չէ ընկերս, դու նրան պետք է հանգիստ թողնես։ Կուզես պատմեմ նրան, թե քեզ ինչ էր եղել անցած շաբաթ։ Եկեք այդ մասին այլևս չխոսենք։ Ճիշտ այդպես։ Լավ ես։ Հա, լավ եմ։ Շնորհակալություն։ Պարզապես ուզում եմ վերադառնալ սեմինարին։ Գիտես, Դեքսթերը շատ էր անհանգստանում քեզ համար։ Նա լավ ընկեր է։ Դու նրան չասացիր։ Չէ։ Ոչ մի դեպքում։ Ես նրան ասացի, որ հարգի քո առանձին մնալու իրավունքը։ Շնորհակալ եմ, Վենուս։ Հաջողության քարքարոտ ճանապարհը գեղեցիկ է, եւ եթե դու լսես ինձ, դու կսովորես լինել ավելի լավ։ Վենուսը պաշտպանեց Մայայի առանձին մնալու իրավունքը շատ բարդ իրավիճակում, եւ այդ ընթացքում Դեքստերին սովորեցրեց դրա կարեւորությունը։ Բոլորն ունեն առանձնանալու արժանապատվության եւ հարգանքի իրավունք։ Հիշեք, մեծ ազդեցիկ փոփոխությունը կարող է սկսվել փոքր զրույցից։ Որպես ծառայություն մատուցող, լինել անձնակենտրոն նշանակում է լսել այն մարդկանց, ում օգնում ես, եւ գործել համաձայն լսածի։